Շալի է Տերը և աննման։ Պետք է շնորհակալություն հայտնենք ամեն ժամանակ նրան։ Իր պարգևների համար, իր շնորհների համար։ Շնորհակալ ենք Տեր, որ չենք ձանձրանում այս աշխարհում եւ ապրում ենք քո սիրով։ Ողջ փառքը, պատիվը, մեծարանքը երգում ենք ողջ փառքը, պատիվը, զորությունը Երբ Սուրբ Հոգի կանչում ենք քեզ, երբ Սուրբ Հոգի կանչում ենք քեզ, երբ Սուրբ Հոգի կանչում ենք քեզ, քո սուրբ գրակով հեռվիր այստեղ, քո սուրբ գրակով այստեղ, քո սուրբ գրակով հեռվիր այստեղ, քո սուրբ գրակով հեռվիր այստեղ, ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ։ Շատ կարևոր է, որ ասում ենք լինի քեզ։
Միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տերը ողջ ազգերի, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, փառքերով ես մեծ արված, փայլում ես փառավորված, փայլում միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տերը ողջ ազգերի, փառքերով ես մեծարված, փառքերով ես մեծարված, փայլում ես փառավորված, փայլում ես Տերը փառավորված, փառքերով ես մեծարված, փայլում ես փառավորված, փայլում ես Տերը փառավորված, փառքերով ես մեծարված, փայլում ես փառավորված, փայլում ես Տերը փառավորված։ Եկեք կատարենք մեր ընծաները։ Փառք քեզ Տեր, մենք շնորհակալ ենք քեզ Տեր, եւ մենք չենք նայում երևույթներին, մենք չենք նայում կարծիքներին, այլ մենք նայում ենք դեպի քեզ Տեր, թող մեր աչքերը քեզ վրա լինի Տեր, եւ ականջներ ունենանք քեզ լսելու Տեր, հասկանալու կամքդ Տեր, որպեսզի չսխալվենք Հայր։ Եթե անգամ սխալվենք Տեր, ապա լինենք քո հոգու, քո կամքի մեջ Տեր, որպեսզի արագ վերականգնվենք։ Անսխալական մեկը չկար, կար Տեր Հիսուս Քրիստոսը։ Փառք ու պատիվ նրան։ Թող իրապես Աստծո հոգին քեզ հետ խոսի։ Թող ճշմարիտ լինի քո հավատքը այսօր։ Թող այսօր փոշիանան այն տկարությունները, այն կասկածները, այն սխալները, եւ թող այսօր Աստծո Սուրբ Հոգին գա քեզ եւ ազատ անի։ Սուրբ ես Տեր, Սուրբ եւ աննման, շնորհակալ ենք Տեր։ Ինձ հետ երկիր Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Տեր եւ աննման, շնորհակալ ենք Տեր։ Սուրբ ես, Սուրբ ես, ինձ հետ երկրպագիր նրան, Սուրբ ես,
Adonai Adonai Elohim Sabaoth Adonai Elohim Sabaoth Սուրբ ես Տեր Kadosh Kadosh, 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 Adonai Elohim Sabaoth Adonai Elohim Sabaoth Եվս մեկ անգամ երբենք սուրբ ես Սուրբ է Տերը Սուրբ ես Սուրբ Սուրբ ես Տեր Սուրբ ես Սուրբ Adonai Elohim Sabaoth Adonai Elohim Sabaoth Շնորհակալ եք ներկայությանը Եվ ամեն անգամ զորացնում ես մեզ
հետ, քո աղոթքով, քո մտքով, քո սրտով, հենց հիմա Տիրոջ հետ եղիր, ոչ մի բանի մի նայիր և պաշտիր։ Հայ սիրում ենք քեզ, հայ սիրում Պաշտում ենք քեզ, հայ սիրում ենք քեզ, պաշտիր ինձ հետ, պաշտում ենք քեզ, քո անունը սուրբ է, սուրբ է Մտել է սրբությանդ սրբոցը, մտել է քո գառանայունով, եկել է ստանալու հոգուտ բոցը, եկել է լցվելու քո սիրով, հայ սիրում Պաշտում ենք քեզ, հայ սիրում ենք քեզ, պաշտում ենք քեզ, քո անունը սուրբ է, սուրբ է Ուխտի տապանակը ու արյունով պանդուխտի դարձել եմ զավակը սրբացել, սորացել քո Պաշտում եմ քեզ, հայ սիրում եմ քեզ, պաշտում եմ քեզ, քո անունը սուրբ է, սուրբ է Նրա անունը սուրբ է, կանգնած ենք քո գահի առջև իմ Աստված, այո Տեր, քո սուրբ արյունն է, որ միայն կարող էր մեզ ներել, արդարացնել և շնորհել, որպեսզի կարողանանք կանգնել շնորհքի գահի առջև։ Տեր Աստված, գոհության պատարակ ենք մատուցանում քեզ։
Այսօր եկել են գոհանալու, ասելու քեզ Տեր, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ամեն բանի համար, Տեր։ Դու քեզ հուսացողներին եւ պինդ բռնողներին երբեք ամոթով չես թողի։ Սիրելի Տեր, բարձրացնում ենք քեզ փառքը։ Շնորհակալ եմ։ Քո աղոթքը բեր այսօր այս առավոտ Տիրոջը։ Պաշտիր նրան նաև աղոթքով։ Աղաղակիր եւ ասա Տեր, ես այսօր ուզում եմ եկել եմ հանդիպելու քեզ, տեսնելու երեսը դիմարկը։ Եկել եմ հանդիպելու քեզ։ Միայն թե իմ կողքից չանցնես Տեր, երևա։ Շնորհակալ եմ։ Թող անունը փառավորվի այսօր եւ հավիտյանը Սավիտենից։ Ամեն։ Տեր օրհնի, սիրելի եկեղեցի փառաբանության խումբ, շնորհակալ եմ, կարող եք զբաղեցնել ձեր տեղերը։ Հրաշալի օր է այսօր, ամեն։ Կարող ես ինձ հետ ասել, այսօր հրաշալի օր է եւ ես եկել եմ այս առավոտ Տիրոջը պաշտելու։ Ասացեք, այսօր Տիրոջ օրն է եւ մենք այսօր եկել ենք նրան պաշտելու, ամեն։ Միմյանց օրհնեք, միմյանց ողջունեք։ Կարող եք միմյանց սրտանց օրհնել եւ ասել դու հաղթող ես եւ այսօր հաղթանակի օր է։ Ես այսօր ուզում եմ անպայման հռչակել մեծ հաղթանակի տոն, մեծ հաղթանակի օր եւ ասեմ մենք այսօր հաղթել ենք, որովհետեւ մեր Աստված արդեն հաղթել է։ Եվ այսօր հաղթանակը տվել է ինձ եւ քեզ։ Կարող ես ասել Աստված հաղթել է եւ հաղթանակը մեզ է տվել։ Այսօր ողջ աշխարհում մեծ դժվարություններ են։ Չի կարող ինչ-որ մարդ ասել, որ հեշտ է։ Ամեն բան գնալով դժվարանում է եւ գուցե էլ ավելի դժվարանա, չգիտենք։ Բայց ինչ պետք է անել դժվար պահին, ինչ պետք է անել նեղության ժամանակ, հեռանալ Աստծուց, թե ավելի մոտենալ Աստծուն։ Սա է ամբողջ կարևորությունը, սա է ամբողջ իմաստը։ Աստվածաշնչի, նեղությունների մեջ, դժվարությունների մեջ, հաղթանակների մեջ, ամեն բանի մեջ մնալ Աստծո հետ մինչև վերջ։ Մնալ Աստծո հետ մինչև վերջ, որովհետև նա է մեր ստեղծողը, նա է մեր Աստվածը, նա է մեր վեմը, մեր ապավենը, նա մեր հայրն է եւ մենք երկիր ենք եկել միայն Աստծո համար։ Շատերս կարծում ենք երկիր ենք եկել ինչ որ մի նպատակի համար, եկել ենք հանուն Աստծո, եկել ենք Աստծո հետ ապրելու, Աստծո հետ շարժվելու, Աստծո հետ քայլելու եւ Աստծո մեջ ավարտելու։ Մենք ամբողջ տիեզերքը, ողջ աշխարհը ապրում է Աստծո մեջ։ Գիտեք, ամեն բան Աստծո մեջ է եւ ես շատ սիրում եմ սա ասել, որտեվ ինձ համար աբսուրդ է, երբ որ մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ Աստված ամենն է, ամեն բան եւ ամեն բան նրանով եղավ, ամեն բան նրանում է եւ ամբողջը այս դահլիճը, որտեղ հիմա մենք հավաքված ենք եւ մենք բոլորս Աստծո մեջ ենք։ Չկա մի բան, որ Աստծոց դուրս լինի, որովհետև Աստված է ամենը եւ ամեն բան դրված է Աստծո մեջ եւ մենք պետք է կարողանանք հասկանալ, որ ամեն բան դրված է Աստծո մեջ, նշանակում է մենք Աստծո մեջ ենք, Աստված մեր մեջ է, տիեզերքը Աստծո մեջ է, երկինքը, երկիրը, պարփակող Աստվածը, որ կա ամբողջ ամեն բան դրված է Աստծո մեջ եւ մենք պետք է հասկանանք, որ ամենադժվար պահին Աստված ասում է ամենադժվար եւ նեղությունների մեջ պետք է ապավինել միակ ճշմարիտ ամենակարող Սուրբ Աստծուն։ Եվ ես այսօր ուզում եմ, որ մենք կարողանանք վստահել Տիրոջը։ Գիտես, շատ մարդիկ մտածում են, որ իրենք անեսքիտակ են կամ, չգիտեմ, Աստված իրենց չի լսում,
մտել են մի նեղությունների շրջան, որտեղից չեն կարող դուրս գալ։ Ես ձեզ ուզում եմ ասել, որ շատ քարոզել եմ այս մասին, նաև ուզում եմ այսօր էլ ասել, գիտեք, երբ որ ինչ-որ միտեղ կա կրիզիս, ես այդտեղ ասում եմ կա հնարավորություն։ Ամենադժվար պահերին է, որ բացվում է մարդու կյանքում հնարավորությունը։ Գիտեք, Աստվածաշնչում գրված է մարդիկ լսելով չեն լսի եւ տեսնելով չեն տեսնի։ Եկել է ժամանակը, որ մենք ասենք Տեր բացի մեր ականջները, որպեսզի մենք կարողանանք լսելով լսել եւ տեսնելով տեսնել։ Այլապես, գիտեք, այս վերջի ժամանակներում խոսքի սով չկա, կա լսելու եւ կատարելու սով։ Մենք չենք կարողանում լսել եւ մենք չենք կարողանում մեր լսածը ընկալել կամ հասկանալ կամ կատարել։ Այդ իսկ պատճառով ես այսօր ուզում եմ, որ դու ուղղակիորեն այսօրվա ողջ ծառայության ընթացքում կարողանաս ինձ հետ դավանել, ինձ հետ խոսել, Տիրոջ հետ խոսել եւ ասել Տեր, ես ուզում եմ Հովիվի հետ միասին այսօր ամեն դավանությունները անել եւ միասին միաբան, քանի որ ամեն բան միաբանության մեջ, այ մեր Դավիթ եղբայրը շատ է սիրում սա ասել, միաբանության մեջ զորություն կա, ամեն Դավ ջան։ Միշտ ասում եմ, միաբանության մեջ զորություն կա, Հովիվ ջան, мы вместе команда, мы вместе сила։ Ես ասում եմ, ամեն Դավ ջան, եւ այսօր մեր կորած գառը վերադարձել է տուն, փառք Աստծո, իր ծննդյան օրն մենք իրան պետք է օրհնենք, որովհետեւ ամենավերջում իհարկե մենք վերջում ենք օրհնում եւ գիտեք, ես լսեցի ձայն, երբ որ գիտես տեսիք տեսա կամ քնած չէի, որտեւ լսում էի ձայն եւ ես օրհնում էի Դավիթին եւ ինքն ասում էր, գիտես իմ կյանքի ամենակարևորագույն բանը սա էր, որ դու ինձ օրհնեցիր։ Եվ ես այսօր ուրախացա իրան տեսնելով, ես ասում եմ, այսօր քեզ օրհնելու ժամանակն է։ Եվ այսօր ոչ միայն Դավիթին, այլ բոլորիս համար նոր էջ է բացվում կյանքի, եւ ես ուզում եմ, որ դու մտնես օրհնությունների շրջան, նեղությունների մեջ ճանաչելով Աստծուն, մոտենալով նրան, որովհետև մոտեցեք Աստծուն եւ Աստված պիտի մոտենա ձեզ։ Երբ որ մենք լսում ենք ինչ-որ դժվարություններ կամ հիվանդության ինչ-որ անուններ մեր մասին, մեր երեխաների մասին, մեր ընտանիքի անդամների մասին, առաջին բանը մեր կյանքում գալիս է վախը։ Ես այսօր հակառակ եմ կանգնելու քո հետ միասին վախերին եւ մենք այսօր ջախջախելու ենք ամեն խոսքը դևից եկած, ամեն վախերը եւ այսօր հռչակելու ենք մեծ հաղթանակ մեր ընտանիքներում, մեր կյանքում, մեր երեխաների կյանքում, որովհետեւ Տևը սատանան ինչ անում գողը կամ սատանան գրված է Հովանու 10:10-ում գալիս է ոչ միայն գողանալու, ինչը գողանալու, լավ խոսքերը, սերմերը, մեր կյանքի լավ օրերը, այլ գողանալու, թալանելու եւ վերջում սպանելու։ Սպանելու մեր հավատքը, սպանելու մեր կյանքը, սպանելու Աստծո հետ ունեցած մեր հարաբերությունները, միմյանց հետ ունեցած մեր հարաբերությունները, սպանելու մեր ֆինանսական լավ վիճակը, մեր առողջական վիճակը, մեր մտածելակերպը, ամեն բան։ Երբ որ մի բան ենք մենք լսում, առաջին բանը, որ մեր կյանքում գալիս է, դա վախն է եւ խուճապը։ Երբ որ մեզ մի վատ բան են ասում, գնում ենք վերջը բժշկի, ինչ որ մի վատ բան ասեցին կամ մեր երեխաներին, որքան հղիություններ են ուզել կրճատվել եւ որքան Աստված եկել եւ ասել դևը ստախոս է եւ այդ հղիությունները չպետք է կրճատվեն, որովհետեւ այդ հղիությունները Աստծուց են եւ դուք ունենաք հզոր երեխաներ, հզոր զավակներ եւ այդ երեխաները ծնվել եւ մեծացել են Աստծո զորությամբ եւ Աստծո մեծ հզոր մարդիկ են դարձել եւ ես ականատես եւ վկա եմ շատ նմանատիպ բաների, երբ որ գալիս է դևը կամ սատանան, գիտես ես չեմ ասի, որ իհարկե բժիշկներն Աստծուց են, նրանք ճիշտ ախտորոշումներ են մեզ ասում շատ ժամանակ, բայց երբ որ մենք հակառակ ենք կանգնում, գրված է հակառակ կանգնեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Եվ ես այսօր հենց հակառակ եմ կանգնելու դևի եկած ամեն խոսքերին եւ ուղիղ կանգնելու եմ Աստծո խոսքի վրա եւ ասեմ քեզ պետք է ունենալ Աստծո խոսքը որպես հիմք, կանգնել այդ խոսքի վրա եւ կտեսնես ինչպես ես դու բարձրանում ամեն աստիճանների վրա, աստիճանը դնում ես եւ բարձրանում, մեկ աստիճան հավատքի եւ բարձրացար վեր, երկրորդ աստիճանը հավատքի, նորից բարձրացար վեր, նորից աստիճան հավատքի եւ նորից բարձրացար վեր, որտեղ մեկ օրում կարող է ամեն բան փոխվել դեպի լավը, բարին եւ կատարյալը։ Այո, մեկ օրում կարող է վատին ամեն բան փոխվել
փոխվել մեկ օրում, դա էլ կարող է լինել, բայց դու կարող ես այդ մեկ օրվա այդ վատից դուրս գալ եւ ասել այսօր հաղթանակի օր է եւ ես ինչպես որ մեկ օրում մտա այդ վատ շրջանը, այդպես էլ մեկ օրում կարող եմ դուրս գալ որպես հաղթող, որովհետեւ Աստված ինձ ասել է, քեզ ասել է, ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Մի վախեցեք, որովհետև ես ձեզ հետ եմ երբ ամեն օր։ Նշանակում է այսօր առավոտյան ես իմ աչքերը բացեցի, Աստված արդեն ինձ հետ է, նա ինձ հետ է ամեն օր, այս առավոտ, այս ցերեկ, հիմա մենք կանգնած ենք այստեղ ծառայության եւ նա մեզ հետ է, նա մեր մեջ է։ Գիտես, շատ տեղերում գրում են, եթե դու հենց հիմա հանդիպես Աստծուն, ինչ կասես նրան, ինչ կասես նրան, ինչ կխնդրես նրանից, հիմա ինչ կասեիր նրան։ Եվ ես շատ կուզեմ, որ հիմա այս հարցը ես քեզ տամ եւ հարց տամ, եթե դու հենց հիմա քո աչքերը բացվեն եւ տեսնես, որ Տեր Հիսուս Քրիստոսը իհարկե այստեղ կանգնած է եւ նա հենց այստեղ կանգնած է, որտեղ նա ասել է, որտեղ 2 կամ 3 հոգի իմ անվան շուրջ հավաքվեն, ես այդտեղ կլինեմ։ Եվ քանի որ Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, ոչ էլ մարդու որդի, որ խափի, որ ասել է կանի, նշանակում է մեր Աստված այստեղ է, հենց հիմա այստեղ է։ Եվ ես ուզում եմ, որ դու քո հոգևոր աչքերը բացես եւ տեսնես Աստծո մեծագույն ներկայությունը հենց այս վայրի մեջ եւ սկսես խոսել նրա հետ։ Ինչ կասեիր Աստծուն։ Ես գիտեք ինչ կասեմ Աստծուն։ Ես կուզեմ, որ Տեր Աստված հավիտյան քեզ հետ լինեմ։ Ես եւ իմ ողջ տունը, այն եկեղեցին, որտեղ ես ծառայում եմ։ Ես ուզում եմ Տեր Աստվածս մնալ քո հետ, ավարտել քեզ հետ, մնալ իմ ընտանիքով եւ մեր հավատքը այնպես մեծացնես։ Գիտես, աշակերտները եկան եւ Տիրոջ ասեցին, մեր հավատքը մեծացրու, որտեղ ամեն օր հավատքը մեծանալու կարիք ունի։ Ինչ որ մեկին հրիև ասա, գիտես, հավատքը մեծանալու կարիք ունի։ Առակաց 24-ի 10-ում գրված է. դժվար պահին կամ նեղության օրում ով կամ ինչն է իմ հույսը։ Դժվար պահին կամ նեղության օրում ինչն է իմ հույսը, ով է իմ հույսը, ինչը կամ ով է մեր հույսը։ Ամենադժվար պահին մենք ունենք հույս, ինչ որ մեկին ասա, ամենադժվար պահին իմ հույսն Աստված է։ Եվ ես այսօր ուզում եմ քեզ ասել, ինձ ասել, որ իմ հույսը Տիրոջ վրա է, եւ դու պետք է այսօր քո հույսը դնես Տիրոջ վրա, ամեն։ Եվ այսօր Աստված ուզում է, որ քո ամենամեծ դժվարության պահին սկսես ճանաչել եւ վստահել Աստծուն։ Գիտես, դու մարդուն ճանաչելով կամ նրան սկսում ես շատ վստահել, կամ էլ ընդհանրապես չվստահել։ Գիտես, որ այս մարդը կամ շատ վստահելի է, կամ վստահելի չէ։ Եվ Աստված երբեք չի թույլ տվել, որ ինքը դառնա անվստահելի անձ։ Այլ Աստված, քանի որ ինքը անձնավորություն է, ես սովորել եմ տարիներ հասկանալ, որ Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, եւ Աստված երբեք չի խաբում եւ սուտ չի խոսում, այդ իսկ պատճառով նա որ ասել է, նշանակում է կանի։ Եթե ես վստահում եմ նրան, ինչ որ մեկին ասա, եթե դու վստահում ես նրան, ինչ կկատարվի, եթե քո ամբողջ հոգսը նրա վրա դնես։ Գիտես, երեք գիշեր ես իմ աղջկա հետ վերջին նախադասությունը, երբ որ իրար հետ գրվում են Քրիստինեի հետ, սա էր. ես հոգնել եմ։ Եվ ես ասեցի, Տիրոջ խոսքում գրված է, ինձ մոտ եկեք ամեն հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգիստամ։ Ես հոգնել եմ։ Ամեն բանից եմ հոգնել։ Գիտես, այսօր շատերը այստեղ նստած գուցե չեն արտահայտվում, բայց շատերն էլ գուցե ասում են, ես ամեն բանից շատ եմ հոգնել։ Հնարավոր չէ, որ դու պայքարես եւ չհոգնես, եւ ես մեկ բան ասացի, դու խաղաղվի եւ հանդարտվի, դու այն ժամանակ չես հոգնի, երբ որ կարողանաս ամբողջովին պատերազմը հանձնես Աստծուն։ Եթե դու ամբողջովին կարողանում ես ամբողջը հանձնել Աստծուն, դու հանգիստ կարողանում ես վայելել քո կյանքը։ Առավոտյան մամ ժամը 8:30 ինձ կհանես, առավոտյան 8:30-ից մինչև ժամը 11-ը զանգեցի, ինքը չարթնացավ, որովհետև ինչպես հոգնած քնեց, այնպես էլ երեխաները չարթնացան, ինքն էլ չկարողացավ արթնանալ, չքնեցին, ինքն էլ չկարողացավ արթնանալ եւ այսօր շատերը այսպես մնացին քնած։ Եվ գիտեք, նախորդ կիրակի այսպեսի ներքարոզը քնած քրիստոնյաների մասին եւ արթնացեք, որովհետեւ արթնանալ է պետք եւ Աստվածաշնչում գիտեք ինչ է գրված՝ մի արթնացրեք
իմ սիրեկանին, մինչև նա չհաճենա արթնանալ։ Որքան էլ ես զանգեցի, մինչև այս պահը զանգեցի, զանգ, Քրիստին է, զանգ, Քրիստին է, եւ ինձ շատ հետաքրքիր է, եթե ես Քրիստինեին ժամադրեի եւ ասեի Քրիստինե, ժամը ուղիղ 11-ին, սա Քրիստինեին եմ ասում, եւ հիմա դուք լսեք, ինձ դիտողներ լսեք, եթե ես ասեի, ժամը ուղիղ 11-ին, ես քեզ ժամադրում եմ այսինչ տեղը եւ քեզ պետք է տամ, չեմ ասի $1,000,000։ Ես քեզ կասեմ, գիտես, ես քո համար պատրաստել եմ $1,000 եւ խնդրում եմ կամ չգիտեմ, ավելի քչացնեմ անգամ։ Ժամը ուղիղ 11-ին եկար, այդ գումարը քեզ է։ Եթե չէ, այդ գումարը տալիս եմ ուրիշին։ Ես հաստատ գիտեմ, որ այդ ինչ մարդը կես րոպե չի ուշանա։ Համաձայն ես ինձ հետ։ Բայց միթե Աստված ավելի մեծ չէ, քան այդ քո հազարավոր դոլարները, հազարավոր, չգիտեմ, ինչերը, միթե նրա ներկայությունը ավելին չէ, որովհետև եթե Աստված ունենք, ամեն բան ունենք։ Եթե ես ունեմ Տեր, ուրեմն ամեն բան ունեմ, եթե չունենք Աստված, ոչինչ չունենք։ Երեք ասում էր, դե մամ, լավ, ախր մենակ մի կիրակի ծառայել ենք, հան քիչ ամ, բա մի կիրակի ծառայելով կլինի, մի կիրակին էլ չկա։ Ինձ հետ եք։ Գիտեք, ես իմա կարտանակասի, դե մամ, Սոֆյան, սաղ գիշեր չեր քնել, Յուրին, չգիտեմ այս ինչ վիճակներ, մեր տուն այս ինչ վիճակներ, կմնա այդպես, մինչև դու ուշքի չգաս։ Մեր տան վիճակը, մեր տներում ամեն բան կմնա խառը, մինչև մենք չարթնանանք։ Ոչինչ, 5 րոպե չես քնել ոչինչ, ես էլ չեմ քնել։ Հետո ինչ։ Պատկերացնում եք, գալիս եք այստեղ ասում են, հով այսօր գիշերը չեր քնել, չգիտեմ, ինչ որ մի հատ տուպոյ ֆիլմեր նայել, եւ գիշերը չի կարողացել քնել, առավոտյան տենց չկարողացավ գալ, հով ջան դե կերքես էլի, հով ոնց ասում, բա ես էլ չեմ քնել, կլինի այսօր ես էլ քնեմ։ Հեն դու ես էլ եմ էլի քնում, այն մյուսը Հակոբ դու ես էլ եմ քնում, դե Դավո մի կերպ այսօր արթնացավ, աշկերն ուռած եկավ, հա գիշերը չեմ քնել։ Ո՞վ է քնել որ։ Որ մեկը կասի, որ շաբաթ գիշեր ինքը քնել է։ Հիմա կլսի ծառայությունը կասի, մամ, դե մամը։ Ես կասեմ, մամը, դու արդեն ինքդ ես մամ, շատ վաղուց։ Վաղուց արդեն մեծացել ես, ինքդ պիտի ձգներ որսաս։ Տեսել եք մուլտը։ Ոտքերով խաչեր եմ դնում, գնում եմ գնում, և ցերեկը և գիշերը այս օտար երկրում, եղանակը խանգարում է, գնում եմ գնում։ Ի՞նչն է այսօր քեզ խանգարում, եղանակը, ի՞նչն է քեզ խանգարում։ Դժվարությունները, պրոբլեմները անդադար խանգարելու են։ Ես քեզ կարող եմ հաստատ հավաստիացնել և ասել, ամեն բան քո դեմ է դուրս գալու։ Գիտես, երբ որ տեսնում եմ ծովի ալիքներ են մեծ ու մարդը պայքարում է ծովի ալիքների մեջ, դեմ անդադար մտածում եմ, ինչ հրաշալի պահ է սա։ Դրեք ֆիլմեր, որտեղ ծովի փոթորիկները, ալիքները բարձրանում են և մարդը պայքարում է, որ ինքը չխեղդվի։ Եվ ինքը ծովի ալիքներին դեմ է գնում, հակառակ ուղղությամբ։ Հակառակ ուղղությամբ մաքարում է, պայքարում է, գնում է և ինչ անում, չի խեղդվում։ Բայց եթե դու ուղղակիորեն ինչ անես, ասես ես այլևս չեմ կարողանում և հանձնվես ծովի ալիքներին, ծովի ալիքները երբեք քեզ չեն խորտակի։ Գիտեք, երբ որ մենք առաջին անգամ Հովհաննեսի հետ գնացինք ծով, ինքը, գիտեք ոնց էր լողանում, այսինչ էր շնչում, ասեցի լսի, ստոպ։ Հիմա եթե դու անդադ անես, դες չեն լողանում։ Ասեցի ամենակարևորը լողանալու մեջ գիտես ինչն է, շնչելը։ Հանգիստ շնչելը և տրվել ջրերի և ջրերը քեզ վեր կհանեն։ Հենց որ դու ոչ թե վախենում ես կամ խուճապի ես մատնվում, ծովի
ալիքները քեզ հանում են վերը եւ դու հանգիստ պարկում ես։ Ասի սովորիր հանգիստ շնչել։ Այո, հաճելի պահ էր եւ ինքը սովորեց հանգիստ շնչել։ Երբ որ սկսեց շնչել, էլ չէր անում։ Հանգիստ դրվեց սովի ալիքներին, ասեց, «Էս ինչ հեշտ է»։ Եթե դու հասկանում ես պրինցիպը, եթե դու կարողանում ես հասկանալ ինչպես չվախենալ եւ ինչպես խուճապի չմատնվել, երբ որ ալիքները բարձրանում են, դու մինչեւ այն տեղը, որտեղ գրված այլևս այդտեղից այն կողմ չես անցնելու, դու մինչեւ այդտեղ հասնում ես եւ հետ ես գալիս, հանգիստ լողանալով։ Եվ մենք սկսեցինք վայելել ծովը, վայելել։ Գիտես, դու կարող ես կամ պայքարել, կամ տանջվել, կամ վայելել։ Աստծո հետ գնալը վայելք է։ Դա քո պայքարի տեղը չէ, դա Աստծո պայքարի տեղն է։ Դա մի տեղ է, որտեղ դու սովորում ես հանձնվել։ Դա մի տեղ է, որտեղ դու սովորում ես նրան վստահել։ Դու սովորում ես նրան ասել, ահա ես Տեր։ Դու սովորում ես նրան ասել, ես դա չեմ կարող անել, բայց դու կարող ես Աստված։ Որովհետև նա է մեզ ստեղծողը եւ նա այնքան թույլ կտա, որ դու այդքան տարիներ մնաս այդ վիճակի մեջ, մինչև դու սովորես հանձնվել, դառնալ հանձնված քրիստոնյա։ Աստված ուզում է ես եւ դու դառնանք հանձնված քրիստոնյաներ, լսեք, ամեն բան ժամանակավոր է։ Այս երկիր մոլորակը գնում է իր տրամաբանական ավարտին, ապոկալիպսիս։ Այսինքն գալիս է վախճանը, վերջը, գալիս է Տիրոջ գալուստը։ Տիրոջ գալուստը մոտեցել է, շատերը վախենում են, երրորդ համաշխարհայինը գուցե սկսվում է։ Ես քեզ իհարկե չեմ վախեցնում, բայց երբ որ մենք աղոթում էինք 20 թվից մինչև առաջ 19 թվին, իհարկե Աստծո հոգին ասում էր, որ Третья мировая война уже началась։ Եվ այդ պատերազմը սկսվելու է կաթիլային վիրուսների միջոցով, տարբեր վիրուսների միջոցով, տարբեր համակարգ փոխվելու միջոցով, որովհետև եկել է ժամանակը, եկել է պահը, որ մենք հասկանանք, որ Տերն ասեց, это новая эра, наступает новая эра։ Եվ դուք տեսաք, որ ամեն բան փոխվեց եւ համակարգ է փոխվում եւ շատերը խուճապի մեջ են Ռուսաստանում, շուտով ինտերնետ գուցե չլինի, կտրակի ամեն բան։ Լսեք, մի վախեցեք։ Թող ինտերնետները տրակեն, Աստծո ինտերնետները թող ձեր համար դիեզերական բաց լինեն։ Մեր աղոթները լսող եւ աղոթները պատասխանող Աստվածն է այսօր այստեղ, որ այսօր եկել է, որ դու քո հրթիռները այսօր բարձրացնես դեպի Աստված, ամեն, դու անցնում ես եւ ամեն բան ժամանակավոր է, դու անցնում ես ճանապարհ, անցնում ես ամենադժվար քո ուղիները եւ ամենադժվար պահին մարդը իրեն մենակ է զգում։ Չկա մի մարդ, որ ամենադժվար պահին չասի ես մենակ եմ։ Կա նման մարդ, որ չասի ես մենակ եմ։ Ես միշտ ասում եմ ես մենակ եմ եւ դա ճշմարիտ է, դու մենակ ես։ Որտեւ այդ ճանապարհը մի քանիսով չեք անցնելու, այդ ճանապարհը դու ես անցնելու Աստծո հետ։ Եթե դու այդ ճանապարհն անցնում ես մենակ Աստծո հետ, նշանակում է Աստծո աչքը քեզ վրա է։ Նշանակում է դու Աստծո հետ զորանում ես, Աստծո հետ հզորանում ես։ Գիտես, երբ որ Հովսեփին իր եղբայրները վաճառեցին եւ ուղարկեցին Եգիպտոս, ով էր նրա հետ։ Իհարկե, Աստված։ Լինելով մենակ, օտարազգի, Եգիպտոսում, լինելով պետապրեսի տանը, ծախված, դավաճանված եղբայրներից, պետապրեսի կնոջից, տարբեր մարդկանցից, ընկնելով բանտ, ամբողջ Աստվածաշունչը անդադար խոսում է եւ Աստված Հովսեփի հետ էր։ Մինչև Հովսեփը այդ ճանապարհներով չանցներ, նա չէր դառնալու երկրի այդ այնպիսի մի տեր եւ նրանը չէր փոխվելու եւ դառնալ Սոմթոմտանը, այսինքն նա չէր դառնալու երկրի կառավարիչ կամ փրկիչ, որը պիտի կատարվեր 17 տարիներից հետո 1 տարվա մեջ, 1 օրում, նա չէր կարողանալու, նրան չէին բերելու եւ ասեն քեզանից լավ կառավարիչ չկա, եւ այդ երկիրը նա չէր կարողանալու իմաստությամբ եւ հայտնության հոգիով կառավարեր։ Կմնար իր հոր սիրածը, իր հոր երես տված երեխան, իր հոր այն երեխան, որ միշտ թևքերով պատմուճան է,
հագնում եւ կմնար երեխա։ Մի քանի օր առաջ մենք երբ որ կլինեին գնում, իմ եղբայրներից մեկը, մեր սիրելի Գևոր եղբայրը ասեց, ինչ լավ է, որ Հայաստանից հյուր ունենք, թե չէ մենք փոքր երեխեքով այդ ինչ էինք անելու։ Ես ասեցի, վայ Տեր Աստված, չգիտեի, որ 37 տարեկան մարդը իրան կարա երեխա համարի։ 4 երեխա ունեցող մարդը միշտ մտածի, որ ես պուճուրիկն եմ, ես լավիկն եմ, ես փիսիկն եմ, ես այսինչիկն եմ, ես գևորիկն եմ։ Դուք բոլորդ այդպիսին եք։ Սա միայն Գևորը չի, սա միայն Քրիստինեն չի, մենք ենք։ Երբ որ այդ մեծ գործերը, որ գալիս են մեր առաջ, մենք մտածում ենք, թող Անուշքուրն անի։ Ինչ լավ Անուշքուրը գալիս է, ինքը կանի։ Ինչ պիտի անի քո փոխարեն։ Մեքենատ վարել չգիտի։ Քո փոխարեն այստեղ ներկա ստացող չի։ Որպես ավակ իրան չեմ օծելու, քեզ եմ օծելու։ Որպես ծառայող իրան չենք օծելու, ձեզ ենք օծելու։ Բայց մենք դեռևս մտածում ենք, մենք փոքր ենք, Գեդեոն ենք դառնում։ Երանի դառնանք այն Գեդեոնցիները, որ ոչ թե օ, ես վախեցա, թփերի տակ թաքնվեցի, այլ այն Գեդեոնը, որ ինձ նշան տուր եւ ես կգնամ եւ ես կհաղթեմ։ Ամեն։ Հզոր ենք մենք Աստծով, հալելույա։ Ամեն։ Գիտես, երբ որ ես խոսում եմ Գևորի կամ Քրիստինեի մասին, դու միանգամից սկսում ես ինչ անել, սրտումդ մտածել, տեսար, իրան էր սա վերաբերվում։ Երբ որ ես խոսում եմ Դավիթի մասին, դու ասում ես, վայ, այդ Դավիթի մասին էր։ Երբ որ կարդում եմ Հովսեփի մասին, դու ասում ես, դա Հովսեփն էր։ Եվ ասում են նրանք մեզ համար օրինակ եղան, որպեսզի մենք սովորենք։ Ես բերում եմ օրինակներ իմ տանից, իմ մոտիկներից, իմ ընկերներից, իմ ընտանիքի անդամներից, իմ երեխաներից, որպեսզի դու սիրելի եկեղեցի, որտեղ քո վրա օրինակ բերեմ, միանգամից կնեղանաս, կասես, վայ ինձ բան ասին, իմ ինյասս չի տալի։ Իմացար։ Ով կարա դե ձեզ բան ասի, դուք ոմն, այդտեղ դուք արդեն մեծ եք։ Երբ որ տեղը գալիս է ծառայության, մենք երեխա ենք, բայց երբ որ հանկարծ քեզ բան ասի, օ դու գիտես ես քանի տարեկան եմ, հələ դու ջոկել ես ով եմ, դու հովիվ ջանիդ քանի գլուխ ունես ես բան ասեցիր։ Էդ ես քեզ պիտի ասեմ, դու չգիտեմ, մենք քեզ պիտի սովորացնենք։ Ես չեմ սովորացնում, մենք իրար հորդորում ենք, հալելույա, ամեն։ Մենք իրար հորդորում ենք։ Ամենադժվար պահին, երբ որ դու քեզ մենակ ես զգում, հաստատ իմացիր Աստված քեզ հետ է։ Ամենքը քեզ գուցե թողեն, ամենքը քեզ կթողեն, քեզ չեն հասկանա, քեզ չեն ընդունի, բայց Աստված է քեզ ընդունողը։ Աստված է քեզ հասկացողը, Աստված է քո Տերը։ Գուցե շատ ժամանակ մենք գնում ենք Գեթսեմանի, եւ Գեթսեմանիում գիտեք ինչքան դժվար է։ Գեթսեմանին մի տեղ է, որտեղ քեզ տալիս են այդ դառը բաժակը, այդ բաժակը տալիս են մահվան, ցավի, անեծքի, եւ քո ձեռքն են դնում մահվան բաժակը եւ ասում, այս բաժակը պիտի խմես։ Համայն աշխարհի մարդկության մեղքերի պատճառով դու պիտի մեռնես։ Քեզ տալիս են մի բաժակ, որը լցված է ցավով, տառապանքով, մեղքերով, հիվանդություններով։ Դա Հիսուսն է, որ Գեթսեմանի պարտեզում վերցել է քո բոլոր հիվանդությունները, քո ազգի հիվանդությունները, ասում ես քո 1000 ազգը պիտի օրհնեմ։ Ես գնում եմ դեպի անեծք, որ անեծքով տակ եղողներին ազատեմ, արձակեմ։ Ես գնում եմ դեպի Գեթսեմանի, որ դու ազատ լինես։ Ես մորթվում եմ, որ դու ապրես։ Ես մեռնում եմ, որ դու հավիտյան օրհնված լինես։ Ես վերցնում անեծքը, որ դու այլևս անեծքի տակ չլինես։ Գիտես, եկեղեցիներ կային, որոնք մարդկանց ասում են, արի ես քո, ես իմ որիորդ 1000 անգամ այս ինչ անեծքը քանդեմ, ես համաձայն չեմ։ Նման վարդապետությունների հետ, նման տեսակի քարոզչության չգիտեմ մակարդակի կամ հովիվների հետ ես համաձայն չեմ, որտեվ անեծքն արդեն քանդված է 2000 տարի առաջ։ Տեր Հիսուս Քրիստոսը վերցել է մեր բոլորի վրայից եւ անեծքը, եւ մեղքը, եւ հիվանդությունները, եւ ամեն բան։ Եվ նա մեզ տվել է այն խոստմունքները, որ եղավ Աբրահամին, որ կոչվեց հավատքի այր, եւ այդ խոստմունքների ամեն բանը ինչ եղավ տրվեց մեզ ումով Քրիստոսով, որտեղ Քրիստոսը
մեզ համար մեռավ, որպեսզի մենք ապրենք։ Նա մեզ համար մեռավ, նա մեզ համար խաչվեց, որպեսզի մենք ապրենք, եւ ես ուզում հասկանալ, որ այդ Գեթսեմանիում դա էր կատարվում։ Գեթսեմանիում նրան տվել էին բաժակ։ Եվ ասում էր, Հայր, եթե կարելի է, եթե հնարավոր է, այս բաժակը ինձանից հեռացրու, սակայն ոչ թե որ իմ կամքը լինի, այլ քո կամքը։ Սակայն մենք ամեն առավոտ, երբ որ արտանում ենք, կատարելով Հայր մեր աղոթքը, Մատթեոս 6-ում գրված, Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Շատ ժամանակ մենք ուզում ենք անել մեր կամքը եւ ոչ թե Աստծո մեր կամքը։ Բայց արդյոք մեր կամքը համապատասխանում է Աստծո կամքին։ Եվ Տեր Հիսուս այնքան դժվար էր, չէր ուզում անցնել այս ճանապարհը, չէր ուզում այս դժվարությունների մեջ լիներ։ Եվ Հայր, ինձանից հեռացրու այս բաժակը, բայց եթե դա քո կամքը չէ, չեմ ուզում։ Եվ խմեց այդ բաժակը։ Դժվարությունների, ցավերի, անեծքի բաժինը իր վրա վերցնելով մեզ արդարացրեց։ Բայց այսօր քրիստոնյաներ, այսօր իմ ընտանիքի անդամներ, այսօր շատ մարդիկ վերցնում են հեռախոսը եւ զանգում են ինձ, գիտես, ես անեծքի տակ եմ, ավելի վատ քո համար։ Որ դեռևս չես հասկացել, որ Քրիստոս անեծք եղավ, որ ամեն անեծքի տակ եղողներին արձակի։ Գիտես, ես հիվանդ եմ, լավ չէ քո համար, որ դու հիվանդ ես։ Ես ամեն օր ասում եմ, Տեր, ես քո վերքերով, գիտեք, պետք է վճռական, համապատասխան, հզոր աղոթք, որ կքանդի ամեն դևի գործեր, ամեն դիվային կապանքներ, ամեն դիվային իշխանություններ, դևը պարտված է, եւ այս առավոտ, այս ցերեկ ես հայտարարում եմ, որ դևը հիմնովին պարտված է, Տեր Հիսուս Քրիստոսի անով, ամեն, Տեր Հիսուսի կամքը քեզ գցելը չի, ոչ բանտ, ոչ հիվանդություններ, ոչ ցավեր, ոչ մի բան, նրա կամքը դա չէ, Աստծո կամքը մեզ համար բարին, հաճելին եւ կատարյալն է։ Գիտես, մի քանի տարի առաջ էր իմ եղբայր Արտուրը ծանր հիվանդացավ, եւ ես այսօր պիտի վկայեմ այդ մասին։ Ծանր հիվանդացավ եւ բժիշկները ուղղակի հույս չէին տալիս։ Եվ հանկարծակի իր ամոց սկսեց ուժեղ առնահոսություն, ներքին առնահոսություն, եւ երբ որ մինչև շտապօգնության գալը մեր տանն էր, գույն չկար, այնքան դեղին էր, նայեց երեսից եւ ասեց, սա վերջն է, ես մեռնում եմ, եւ ես ասեցի, չասես նման բան, դու չես մեռնելու, որտեվ 118-րդ Սաղմոսի 17-րդ խոսքում գրված է, ես չեմ մեռնի, կապրեմ, եւ Աստծո կամքը կկատարեմ, եւ ասեց, այս վերջն է, եւ ես լաց էի լինում։ Սպարտակը Հայաստանում էր, զանգեցի, ասեցի, գիտես, ներքին առնահոսություն ունի, հիմա հասցնում ենք հիվանդանոց, եւ ասեցի, ինչի ես վախեցել։ Երկրորդ Տիմոթեոս 1:7-ում գրված է. Աստված մեզ չի տվել վախի կամ երկչոտության հոգի, այլ զորության, զգաստության եւ սերի հոգին։ Եվ ես ասեց ձեռք դիրա վրա եւ աղոթք արա ձեռք։ Միթե այդ պահին կա վստահ ձեռք, միթե այդ պահին կա չվախեցող ձեռք, միթե կարող ես այդ պահին ունենալ ոչ դողդոջուն ձեռք, որ այդ պահին անգամ մեծ ահասակ տատիկի ձեռք այդպես չի դողում, ինչպես դողում էին իմ ձեռքերը, որտեվ մեկ եղբորս կորցրել էի, երկրորդին իհարկե ասում էի Տեր, պահի ես այդ ցավին չեմ դիմանա։ Եվ երբ որ ուզեցա Սպարտակի ասացի համաձայն ձեռքս դնել նրա վրա եւ աղոթք անել, ձեռքս այնպես էր դողում, որ ես ամաչում էի, որ ես այդպես վախկոտ եմ։ Դու գիտես, հիմա ես խոսեցի միայն Քրիստինեի կամ Գևորի մասին, ոչ, ես իմ մասին էլ խոսեմ, ես վախկոտ եմ երբեմն ու շատ վախկոտ։ Երբ որ գալիս են լուրերը, երբ որ գալիս են ցավերը, երբ որ գալիս են հիվանդությունները, երբ որ գալիս այդ մահվան, այդ վատ րոպեները, հնարավոր չէ, որ մարդը չվախենա։ Եվ ես ինչպես բոլորը վախեցա։ Եվ իմ ձեռքերը դողում էին։ Երբ որ հասանք հիվանդանոց, երբ որ բժիշկը ուղակի շլանգը ներս մցրեց, արյունը այնպես դուրս շպրտվեց, որ ոչ մի մարդ այդտեղ չէր կարող փրկվել։ Եվ իրան տարան վերակենդանացում։ Դե բնականաբար բժիշկների խոսքն է չկա հույս, բայց Աստծո համար կա հույս։ Նա է մեր հույսը, նա է մեր Տերը եւ նա է մեր ապավենը։ Վիրահատեցին եւ քիչ հետո այդ երակը, որ փոկվել էր լյարդի վրա, չգիտեմ, սենց ավելի մանրամասն գուցե Աննան կարողանա պատմել կամ Արտուր իմ եղբայրը, գիտես, այդ ժամանակ վիրահատեցին եւ հնարավոր չէր այդ
COVID-ի տարիներն էր, որ ինչ-որ մեկը մտներ վերակենդանացում, և ես հենց անմիջապես վիրահատությունից հետո ասեցի, գիտեք, ես թուղթ ունեմ, հովիվ եմ և ունեմ թուղթ, դոստուպ ունեմ վերակենդանացում մտնելու, ինձ թույլ տվեք։ Այդ ժամանակ հնարավոր չէր, որովհետև մեկը ներս մտներ և ինձ ներս թողեցին, երբ որ ներս մտա, համբուրեցի նրա ճակատը և ասեցի դու բժշկված ես։ Իհարկե դողը ձեռքերիս անցել էր, նկարեցի և ուղարկեցի ընտանիքի անդամներին, գույն չկար, կարծես ապրելու հույս չկար, բայց Տերը մեծ է։ Եվ ամենակարևորը, ամենադժվար պահերին ինձ համար ամենակարևորը Աստծուց խոստանալն է, ինձ մի բան ասա Տեր։ Ինձ տուր հայտնության իմաստության հոգին քո գիտությունով, ինչ որ բան ասա, որ ես այդ բառից բռնվեմ։ Ինձ մի բան ասա, որ ես այդ բառը վերցնեմ և իմը դարձնեմ, ինձ խոսք ասա։ Եվ ասեցի, ասա Տեր, ես վերադառնում էի, ճանապարհին ինձ ասեց կապրի։ Եվ ոչ միայն կապրի, այլ իր զավակին էլ կամուսնացնի զավակներին։ Եվ թոռներ էլ կունենա, թոռների հետ էլ կխաղա, կմեծացնի, դպրոց էլ կտանի և այլն։ Եվ ես այնպես ուրախացա և անմիջապես զանգ տվեցի, գիտեք, խոսք եմ ունեցել մարգարեական կապրի, էլ մի վախեցեք, որովհետև կապրի, 2 օր առաջ բժշկի էր, և բժիշկը ասեց, եթե ես քեզ չճանաչեի, ես չէի հավատա, որ սա դու ես, որտև ամեն բան փոխվել է, ամեն բան, և այն ինչ որ կար, այլևս չկա, սա մեր Աստված է, այո, կարող է սրտան սափարել Տիրոջը։ Գիտես, ամենադժվար պահին իհարկե ամենաառաջին բանը, որ մեր կյանքում լինում է, դա վախն է։ Բայց երբ որ գալիս է Տերը, մեզ հանում է վախից և սարսափից և ասում է դու միայն հավատա և կապրի, դու միայն հավատա և կապրի։ Գիտես, այսօր գուցե էլի վկայություն ես կտամ, նորից վկայություններ կտամ, ես չգիտեմ, ինչպես ինձ կուղորդի Աստված այսօրվա քարոզչության մեջ, որովհետև այնքան երկար գիշերը քարոզ եմ նստում, մտածում, առավոտյան գալիս եմ այդտեղ այդ գյոզալ քարոզը փչանում է։ Կներեք, իհարկե ոչինչ չի փչանում, Աստված ավելի լավն է անում, բայց իմ մտածածը չի, Աստծո մտածածն է ամեն անգամ։ Աստված տվել է ինձ և քեզ հաղթանակ, այսօր հաղթանակի փառատոն է, ամեն, Տերը բարի է։ Նա է հիվանդին բժշկողը, գերիներին ազատողը, ոչ մի մարդ թող գերի չմնա Դևին։ Դևի ոչ մի ասած խոսքին մի հավատացեք, Սատանայի ասած ամեն խոսքին մի հավատացեք, Սատանայի ոչ մի նետից մի վախի, նրա թափած զուրջանքերից մի վախի, խաչին միշտ նայելով, հավատքի վահանով, տուն քայլերով առաջ գնա զինվոր, խաչին միշտ նայելով, հավատքի քայլերով, հավատքի վահանով, առաջ գնա զինվոր։ Ինչ որ մեկը թող ասի, վայ, ես չգիտեի, մոռացել եմ, որ ես զինվոր եմ։ Դու զինվոր ես։ Շորտ մենք զինվոր ենք, զինվորը իրավունք չունի քնելու։ Պոստը թողում ուր ես գնում, մի հատ ինձ ասա։ Ես իմ պոստը թողել եմ։ Դե մի օր Մարջիկուրը եկեղեցի չէր գալիս։ Տեսեք, այսօր անուններ եմ տալիս։ Ես անուններ ընդհանրապես այդքան չեմ տալիս, բայց այսօր անուններ եմ տալու։ Երկար ժամանակ եկեղեցի չէր գալիս եւ ասում էր ամուսինս թույլ չի տալիս, ամուսինս թույլ չի տա։ Մի օր վեր կացան գնացինք ամուսնուն այցելության, Մարջիկրոջ այցելության գնացինք իրանց տուն։ Ասեցի Մարջիկուր ինչ չես գալիս։ Ասեց, հենա, Հարութը չի թողում։ Հարութն ասեց, աղջիկ ջան, որ դու գնայր կարող է ես քեզ մորթեի սպանեի, ասեց, գնում էիր գնայիր, մահանայա։ Ասեց գնայիր։ Ինձ հետ ես։ Հիմա ոչ մեկ չի կարող ինձ ասի, ամուսինս չի թողում։ Դե ասում եմ, չի թողում, վեր կաց արի, ինչ անելու, տուն գնաս մորթելու, մեր տուն կգաք։ Ում ամուսինը, որ իրան ուզենա հանկարծակի մորթի կամ ուզենա հալածի, իմ տուն եկեք, իմ տանդրները բաց է։ Բայց դու ասես իմ Տիրոջ տուն եմ գնում։ Ես իմ Տիրոջ համար եմ գնում, ամեն։ Աստված հայր է և ես նրա զավակը։
իմ երեխեքս իմ տուն այնքան ուշուշ են գալիս։ Հիմա դու քո հոր տուն այնքան ուշուշ ես գալի, իմ Էվան 9 ամսեկան այս է դառնում, 9 անգամ նորմալ չեմ տեսել։ Դե մամ դու զբաղված ես։ Իմ հետ ես։ Ես եմ զբաղված բադում։ Մամ այսօր կգանք։ Այնքան ուշուշ են գալիս, արդեն գիտեմ հյուր են գալիս, սուպրա, սեղան, տենաս ինչ պատրաստեմ երեխեքիս համար։ Երեխեքս այսօր հյուր են գալու։ Երբ որ դու Աստծո տուն ուշուշ ես գալիս, դու հյուր ես։ Դու այլևս անդամ չես։ Ես անդամ եմ, ինչ լինի ես անդամ եմ, ոչ, դու չգիտես ինչա կատարվում, ոչ մի բանից տեղյակ չես։ Ինչ ենք անում, ինչպես ենք մաքարում, այսօր ով եկավ այստեղ այս աթոռները դրեց, այդ ով ասել, որ այստեղ աթոռ դնելը ավելի քիչ պաշտոն է, քան այստեղից քարոզելը։ Ով է ձեզ այսպիսի բանով խաբել։ Ով ասել, որ Հակոբը հիմա նստած է պուլտի մոտ, ինքը ձեզանից ավելի վատ ծառայության մեջ է, քան դու որ քարոզում ես։ Ով այդպեսի բան ձեզ խաբել։ Ով ասել, որ կարգ ու կանոնի ծառայողը, չգիտեմ, անարգված ծառայության մեջ է, դու ավելի հարգված, ով է նման բան ձեզ խաբել։ Տարիներ աթոռնել եմ շարել, տոպրակներն եմ լցրել, մինչև այսօր շուկանել եմ անում։ Ով է ասել նման բան ձեզ, ով է խաբել։ Գիտեք ինչ է նշանակում հովիվ։ Հովիվ նշանակում է սևագործ բանվոր, ոչ թե, չգիտեմ, գլխի դրած պաշտոն։ Ով է ձեզ նմանատիպ բաներ խաբել, որ այստեղ մեծ ու փոքր չգիտեմ ով կա։ Հիսուսին աշակերտներն ասում էին, լսեք, ով է մեծը։ Նա է մեծը, ով որ ծառայում է փոքրին, դա է մեծը։ Իմացաք։ Մեկ Հովհաննեսն ասում է, երկիշ տղա եմ, գալիս եմ ամեն ինչը լարերը բան, ես եմ դու բավ պետք է դնի։ Կարող է դու երկիչ ես, չգիտեմ, այն մյուսներից առավել ես։ Տեսակ այսօր բոլորիդ մասին եմ խոսում, բոլորիս մասին եմ խոսում, սա մենք ենք։ Այո։ Այսօրվա այստեղի աթոռները, դնողի անունները երկնքում մեծ վարձք են ստանում։ Աստված խոնարհին բարձրացնելու է։ Որովհետև դու շատ ես սիրում այդ համարը, Աստված խոնարհներին շնորհք է տալիս։ Ամեն իրան խոնարհացնողը կբարձրանա, ամեն իրան բարձրացնողը կխոնարհվի։ Տեսակ։ Հիմա տեսնում եք, որ ինչ է նշանակում։ Գիտեք, որ առաքյալները գաղտնի, չգիտեմ, որտեղ հավաքվում էին, չգիտեմ ինչ այնտեղ մեծ ու փոքրը որներ ամեն օր ասում են, Հիսուս ջան, որ մեկը սա ավելի մեծ, մեկին աչքս նստացրու, մեկին ծախս։ Այդ ինչ մի հատ այդտեղ մեծ ու փուճուրի հարց առաջացել։ Իհարկե չի առաջացել, էլի, չգիտեմ ինչ եմ սա խոսում։ Բայց ես խոսում եմ, որ այստեղ է քո հաղթանակը։ Այստեղ ես դու ուժեղանում։ Այս ամենը անելով ես դու ուժեղանում եւ զորանում։ Ամեն։ Ղուկաս 8:22-ում աշակերտները նավի մեջ էին։ Եվ նավի մեջ էին, բայց մեծ փոթորիկ եղավ։ Երբեմն մենք մոռանում ենք, որ այդ նավը, որի մեջ մենք գտնվում ենք, այդտեղ Հիսուսն է։ Եվ որտեղ Հիսուսն է, այդտեղ այդ նավը չի կարող խորտակվել։ Եթե Նոյի տապանը ղեկ չուներ, եւ ջրերը բարձրացան ու բարձրացան ու բարձրացան, եւ ոչ մեկ այդ ղեկը չէր կարող կառավարել եւ չգիտեր ուր է գնում տապանը, տապանը տանողի հեղինակի անունը Աստված է։ Նա տապանը տարավ եւ տապանը կանգնեց Արարատ լեռան վրա, իր իսկական տեղը։ Կարող ես այսօր ուրախանալ եւ ասել, ես հայ եմ։ Եվ տապանը կանգնեց հենց Արարատի վրա, Արարատը մեր լեռն է, մերն է,
դա Թուրքինը չի եղել, Իրանը չի, ոչ էլ լինելու է։ Մեկը դա մերն է։ Եվ մեր գերբի վրա պետք է անընդհատ Արարատը լինի։ Մեր դրոշի վրա, մեր ամեն ինչի վրա։ Արարատը մերն է։ Ամեն։ Եվ Աստված տարավ եւ կանգնեցրեց տապանը իր ճիշտ տեղում, ճիշտ դիրքի վրա, Արարատ, որտեղ Աստված նոր ժողովուրդ սկսեց Արարատից։ Նրանք իջան Արարատ։ Մարդկությունը նորից այդ ամբողջ երեղից հետո իր ոտքը դրեց մեր հողի վրա։ Այդտեղ առաջին գինին Նոյը խմեց։ Այդտեղ հարփավ, այդտեղ դրա որդիները տեսան։ Եվ առաջին քրիստոնեությունն էլ հայը ժառանգեց։ Այնպես որ եթե մենք հայ ենք եւ այն էլ հայ քրիստոնյա, մենք պետք է հասկանանք, որ մենք ոչ միայն ուժեղ ենք որպես քրիստոնյա ժողովուրդ, այլ որպես Աստծո սիրած ժողովուրդ։ Դու Աստծո սիրածն ես, ամեն։ Եվ երբ որ նրանք որտեղ էին նավի մեջ աշակերտները եւ փոթորիկ էր վեր կացան եւ ասեցին. «Տեր, կորչում ենք։ Տեր, մենք կորչում ենք, Տեր, մենք կորչում ենք»։ Եվ Տերը վեր կացավ եւ նրանց ասեց. «Ինչքա ես պիտի ձեզ համբերեմ, ով անհավատներ, ով սակավահավատներ, հավատք չունեցողներ»։ Այսօր ես ուզում եմ, որ դու ասես իմ հավատքը մեծացրու Տեր։ Երբ շուրջդ փոթորիկ է, նշանակում է Աստված այդ փոթորիկները կանգնեցնող Աստվածն է, եւ նա վեր կացավ եւ սաստեց փոթորիկը։ Այսօր եթե քո կյանքում կա փոթորիկ, ասա Տեր, սաստիր այդ փոթորիկը։ Այսօր քո շուրջը փոթորիկ է, Տեր, սաստիր փոթորիկը։ Գները աճում են, քեզ համար հնարավորություն կա։ Գները բարձրանում են, ավելի մեծ գներով ավելի լավ զակազներ եք ունենալու։ Ինձ հետ եք։ Ժողովուրդ միշտ ելք կա, Աստված միշտ ելք է տալիս, միշտ հնարավորություն է տալիս, հալելույա։ Գիտեք, ամպերին նայողը երբեք չի ցանելու։ Այս տարի որոշեցինք տնե, այն որ ասում է տնե, այս տարի մեր տնով նոր տարի ենք անում։ Այս տարի որոշեցինք տնով, ազգովի, տնովի, ցեղով, ինչ անենք տարեդարձ։ Հյուրեր ունենանք, իհարկե։ Անուշքուր ամեն տարի մեզ հետ է եղել, ինչպես կարող է չլինել, մեզ հետ կլինի։ Եվ Աստված ամեն բանի հեղինակը։ Եվ մենք այդ օրը ուրախությամբ պիտի նշենք մեր տան տարեդարձը, այս չորեքշաբթի օրը, մեր եկեղեցում, ծառայողական ավագույթին կլինի հաշվետվություն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես խնդրում եմ, որ չորեքշաբթի օրը բոլորս ներկա լինենք։ Հաշվետվությանը, բոլոր ծառայողներ, բոլոր չծառայողներ, կլինի ծառայողներ, բոլորին է սա վերաբերվում։ Ոչ թե կգրեք ուղարկեք, այլ կգաք, որ հաշվետվություն տաք։ Ինձ հետ եք։ Չորեքշաբթի օրը ժամը 7-ին մեր տան մեջ կլինի հաշվետվական ծառայություն։ Մինչև տարեդարձը մենք ունենանք հաշվետվություն։ Ամեն։ Գիտես, Դավիթի անցած ուղին էր, որ նրան դարձրեց զորավոր մարդ։ Քո անցած ուղին քեզ դարձնում է ոչ թե ընկած մեկը, այլ զորավոր մարդ։ Գիտեք, այս տարին սկսվեց շատ մեծ դժվարություններով, շատ մեծ։ Այնքան մեծ դժվարություններ էր, որ ուղղակի ամեն օրը մտածում էինք Աստվածս այլևս մի վատ լուր չլսենք եւ ամենավատ լուրով սկսվեց։ Ծնունդ պետք է լիներ մեր տան մեջ, որ պետք է ուրախանայինք Աստղի քրոջ թոռը։ Երեխան մայրը Աստված պահեց, երեխան չծնվեց։ Ընդամենը մի քանի օր հետո, գիտեք, իմ Յուրի's դեպքը։ Այսօր ես պետք է վկայեմ եւ ասեմ, որ դեպը ստախոսը եւ մեր երեխաները զորավոր են եւ պաշտպանված։ Գիտեք, երբ որ հանկարծակի այդ վատ, այդ մահամերձ երեխային հասցրեցինք հիվանդանոց, ուղղակի մեկ բան է ասում. Տեր, չէ որ նրա ծնվելու մասին մենք գաղափար չունեինք։
Չէ որ Քրիստինեն չգիտենք հղի էր, բայց դու ասեցիր հղի է։ Չէ որ մենք չգիտենք, որ կծնվի նոյեմբեր ամսին, դու ասեցիր կծնվի նոյեմբեր ամսին եւ կլինի տղա։ Չէ որ դու ասեցիր, երբ որ մեծանա, հզոր մարդ կդառնա։ Չէ որ ասեցիր իմաստության, հայտնության հոգով լցված կլինի։ Հապա միթե այդ վատ բանը նրան կգա։ Բռնիր Աստծո խոսքից, երբ որ Տերը քեզ բան է ասում բռնիր, եւ Աստված նորից ասեց. իհարկե ասել եմ, իհարկե կապրի։ Գիտես, երբ որ Աստված ասում է, Աստված անում է, ամենադժվար պահին, երբ որ Աստված տվել է քեզ երեխա, դու ասա Տեր, դու ես տվել, եւ այս երեխան քոնն է, այդ երեխային ոչինչ չի կարող պատահել, որտեվ նա քոնն է։ Եվ ես հավատում եմ լիարժեք, լիակատար բժշկությանը յուրիս։ Ես հավատացած եմ։ Որքան էլ այսօր ինձ հետաքրքիր չէ ինչ կխոսեն բժիշկները կամ ինչ կասի աշխարհը, ես կասեմ պարտված է թշնամին, որտեվ դևը պարտված է Հիսուսի անունով, ամեն։ Գիտեք, այսօր չգիտեմ, ես ընդհանրապես մեկ այլ բան եմ ուզում, բայց վկայություններով ամբողջ ծառայությունը գնաց։ Ես չեմ կարող չվկայել Աստծո գործերի մասին ամենադժվար պահին, քո հույսն Աստված է։ Երբ որ նունեք քրոջ պապան տարիներ առաջ մահանում էր, շատ տարիներ առաջ էր, մենք էլ դեռ նոր էինք եկեղեցի տիրոջը ճանաչում, զանգեց նունեք քուրը եւ ասեց նել կարաս գաս պապաս մահամերձ է, լացում էր, մահանում է եւ ասեցի կգամ։ Ես գնացի մինչև Արգավանդ, այն ժամանակ չկար ոչ այս հեռախոսները, ոչ չգիտեմ այդ տաքսիները, այդ դժվար էր։ Ես գնացի ասա Արգավանդ, գնացի տես ամբողջ գյուղը եկել է հրաժեշտ տալու, այդպես է, այդպես չի, նունեքուր։ Ամբողջ գյուղը հրաժեշտ էր տալիս, ես այդպիսի գույն մարդ չեմ տեսել, այդպիսի դեղնություն։ Դե մահանում էր եւ խոսում էր տիրոջ հրեշտակների եւ չարի հրեշտակների հետ խոսում էր։ Եվ ասում էր քշ, եւ չգիտեմ, էսի սրանք բարիներն են, սրանք էս ինչն են, ինքը չէր, էլ չկար։ Եվ ամբողջ գյուղը սպասում էր, որ րոպե ինքը շուտով կննջի։ Մտա սենյակ, տեսա, գույն չկա, բայց փոքր երեխայի նման լաց է լինում եւ հավատում է։ Եվ ասեցի, ուզում ես ապրես։ Գլխով արեց։ Ուզում եմ, չէր կարողանում խոսել, որովհետև լեզուն այլևս չէր պտտվում։ Ես ասեցի, ուզում ես ապրես, ասեց այո։ Եվ ասեցի, իմ հետ կանես ապաշխարության աղոթք, մեղքերի զղջման, գիտեմ, որ չես կարող խոսել, բայց ես գիտեմ, որ քո սիրտը հավատում է, եւ դու կարող ես սրտանց անել իմ հետ այս աղոթքը, պարտադիր չի մա բերանդ բացես, պարտադիր է սիրտդ, որ հասկանա եւ միտքդ ընդունի։ Եվ ասեցի դու գիտես որ մեղավոր ես, ասում էր այո։ Արդյունքները գլորվում էին աչքերից, խոսել չէր կարողանում։ Խոսում էր եւ հոսում։ Եվ աղոթք անելուց հետո ամբողջ ընտանիքը կանգնեց աղոթքի։ Աղոթք անելուց հետո մենք գնացինք սրճելու։ Մինչև կսրճեինք ասեց Աստղիկ դոլմա տուր, լեզուն բացվեց։ Կնոջն ասեց ինձ դոլմա տուր։ Տունը դոլմա չունեին, ասին տանենք այս մարդուն խափենք, կոլոլակով ճաշ կար, տանենք տանք, ասենք էսի դոլմա է, չէ, էլ չես կարա խափես, արդեն խելքը գլուխն է եկել։ Ասեց ալնի, ասին վայ, էսի աղի ալնի որտեղից իմացավ, տնաշենի մարդը, րոպե սպասում ենք, այս մարդ ասում ալնի, Աստված, հարություն տվող Աստված է։ Ասեցի նունեքուր, ես գնում եմ, բայց մինչև գնամ պապատ ոտքի այլնելու։ Մինչև ես հասա Զեյթուն, Արգավանդից նունեքուրը զանգեց, ասեց, պապաս գիտես ինչ անում, ասեց ինչ, ասեց, մեր բաղչեն ա փորում։ Կարող ես դե սրտան սափա արել տիրոջը։ Եվ ապրեց տարիներ, որովհետև Աստված կյանք է տալիս։ Դու հիմա հավատում ես, որ նա ամենակարող է, տեսեք այսօր ես կանգնել եմ խոսելու դժվարությունների մասին և խոսեցի վկայությունների մասին, Աստված Հիսուսն է մեր նշանը։ Չորեքշաբթի օրը ծառայության ժամանակ ասում են, երբ որ Գեդեոնը նշան էր ուզում, ասում էր ինձ նշան տուր, ինձ նշան տուր, որ հավատամ, որ տեսնեմ, Հիսուս ասեց ինձ հավատացողին կհետևեն այս նշանները, իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն,
Մի մահաբեր դեղ խմեն անգամ չեն մեռնելու։ Օծեր վեր կառնեն եւ ավետարանը կքարոզեն ամբողջ աշխարհին։ Որ նշանն է քեզ հետևում։ Հիսուսն է քո նշանը, բայց այս ամեն հրաշքներից, այս ամեն նշաններից ո՞րն է քոնը։ Վախը։ Այսօր իսպար հեռացրու վախը եւ հանձնվիր Աստծուն։ Ես հանձնվում եմ քեզ Տեր։ Ես հանձնում եմ կյանքը, ես հանձնում եմ ապագան, իմ երեխաներին, Յուրիս, Քրիստինեիս, Անուշիկիս, նրանց զավակները, որտեղ Աստծո խոսքում գրված է, եւ ես կորտնեմ քո հազար ազգը։ Եվ գրված է արդարի զավակը չի մուրալու։ Իսկ մեր արդարությունը Աստված է։ Մեր ժառանգությունն էլ Տերն է, նշանակում է, եթե նա իմ ժառանգությունը երկիրը իր ամբողջ լիությունով մերն է։ Նշանակում է ինձ մեկ բան է մնում, գոհանալ Տիրոջից եւ ասել Տերն է իմ բարի հովիվը, ամեն։ Դավիթ իր դժվարությունների մեջ էր, որ սովորեց Աստծո հետ հանդիպել եւ ասում էր. «Ծառատ, առյուծի եւ արջի բերան է ճղում»։ Ծառատ Ինչ պիտի անեն, ինչ պիտի անի ինձ այս անթլպատ փխշտացին, ինչ պիտի ինձ անի։ Բայց ամեն հաղթանակներից հետո կան դժվարություններ, ալելույա։ Եվ մենք չպիտի վախենանք, այսօր մարդիկ մտածում են, եթե դու անցնում ես դժվարություններ, դու մեղքի մեջ ես կամ անեծքի, դա աբսուրդ է։ Դա սատանայի սուտն է։ Հա, երևի որ հովիվը դժվարություններով անցնում ուրեմն մեղքի մեջ է, լսեք, դատապարտված է դևը։ Աստվածաշնչում ասում է նեղ դռնովը ներս մտեք, որտեղ լայրն է ճանապարհը, որ դժոխք է տանում։ Նեղ դռնովը ներս մտեք։ Եվ այս ճանապարհները, որ մենք անցնում ենք, մեզ ուժեղացնելու համար է, ոչ թե դատապարտության, Աստված եկել երկիրը դատելու, ուշքի եկեք։ Աստված եկել է երկիրը օրհնելու, Աստված եկել է մեզ արդարացնելու, նա չի եկել դատապարտելու։ Այսքան ժամանակ ինչ որ եկել ես ինձ խոստովանել, մեկ անգամ լսել ես, որ ես քեզ դատապարտեմ, կամ այլևս չսիրեմ, եղել է այդպիսի բան, ասացեք, ինչ որ մեկը թող ասի այստեղ, այլ գրկել եմ եւ ասել դու իմ ընկերն ես, դու իմ թանկն ես, դու իմ հարազատն ես, դու իմ բարեկամն ես, այդ մեղքերը մեզ եթե բաժանում են իրարից, ապա ես կաղոթեմ, որ մեղքը քեզանից հեռանա, որ դու գաս Աստծո տուն առանց վախենալու։ Բայց չկա դատապարտություն Աստծո մեջ։ Աստծո մեջ կա սեր, շնորհք, խաղաղություն, օրհնություն։ Աստված եկել է ոչ թե մեզ դատապարտելու, մեզ անիծելու, մեզ զարկելու, մեր երեխաներին հիվանդացնելու, այլ մեզ փրկելու եւ արդարացնելու։ Ես չեք աշխարհը դատեմ, այլ եք աշխարհը փրկեմ։ Գիտեք, Դավիթ այս ամեն դժվարությունները անցնելուց հետո, գիտեք, Դավիթ այս ամեն բաները անելուց հետո Սավուղը դառավ նրա թշնամին։ Երբ որ դու հասնում ես հաջողությունների, շատերը դառնալու են քեզ թշնամի, ուշքի եկեք։ Երբ որ դու կհաջողվես եւ կդառնաս հզոր մարդ, երբ որ մարդիկ կտենան դու լավ մեքենաներով ես արդեն վարում, երբ որ կտենան դու լավ տներում ես ապրում, նրանք դառնալու են ձեր թշնամիները։ Դավիթի թշնամին դարձավ Սավուղը։ Այն Սավուղը, որին օգնեց Դավիթը, այն Սավուղը, որի զգեստներն անգամ չհակավ Դավիթը եւ ասեց նրանք ին վրա մեծ են, ես չեմ ուզում այդ զգեստները, նա չհակավ։ Գնաց եւ Գողիաթի գլուխը կտրեց, քիչ հետո Սավուղը դարձավ նրա թշնամին։ Հովսեփի եղբայրները դարձան նրա թշնամիները միայն նրա համար, որ հայրը նրան ավելի էր սիրում եւ թևքերով փաթմուճան էր հագցնում։ Երբ որ դու կբարձրանաս, չնեղվես, չվախենաս, շատ թշնամիներ ես ձեռք բերելու, քո ամենամոտիկ մարդիկ դառնալու են քո թշնամիները, որովհետև գալու է նախանձը։ Եվ մարդիկ ուզելու են քեզ նորից ներքև իջացնեն, բարձրացի ու մի վախեցի, քեզ բարձրացնողն Աստված է։ Եվ Աստված է, որ այդ ժամանակ կասի 1000 այս կողմից հետ կգնեն 10,000-ը այն մյուս կողմից հետ եւ քեզ ոչ մի չար բան չի լինելու։ Եվ գիտես, Դավիթը վախեցավ Դավիթից եւ Սավուղից եւ գնաց Սիկելակ։ Առաջի թագավորած 30-րդ գլխում 27 գլխում գնաց Սիկելակ, 30 գլխում տեսած, այդտեղ ես չեմ կարդալու, կգնաս տունը կկարդաս, սա քեզ հանձնարարություն։ Եվ գրված է նա, երբ որ
սիկելակում էր եւ իր հետի եղած մարդկանց համար տներ էր կառուցել եւ նրանց համար ապաստարաններ էր արել, այդ նույն ժողովուրդը վերցրեցին քարերը, որ Դավիթի գլուխը ջարդեն եւ ասեցին դու ես պատճառը, որ մեր երեխաները, մեր ընտանիքները գերի են գնացել, դու ես պատճառը։ Այն նույն ամբողը, որ քեզ գոռում է Օվսաննա, Օվսաննա, այդ նույն ամբողը մեկ օր կասի խաչեք դրան։ Եվ այդ նույն ամբողը, եւ այդ նույն ժողովուրդը, որ ասում էր Դավիթ, մենք քո հետ ենք, ով Դավիթ, մենք քո հետ ենք, այդ նույն ժողովուրդը ասում էր մենք քեզ կսպանենք։ Եվ Դավիթը վախեցավ։ Եվ ասեց. ինչ անեմ ես Տեր։ Եվ հարց տվեց, ասեց. ապա ինչ անեմ ես քեզ, ինչ անեմ Աստված։ Եվ ասեց. բերեք ինձ իմ քահանական զգեստները։ Եվ հագավ Եփուդը։ Ամենադժվար պահին, գիտես ինչ պետք է անել, հագնել քահանական զգեստները, հագիր քահանական զգեստները, հագիր, որպեսզի դառնաս աղոթող զինվոր։ Գիշեր ու ցերեկ աղաղակիր Տիրոջը, ոչ թե նա քնած տեղը, երկու բար պարկած տեղը, Հիսուս ջան, մի հատ ինձ նա օրտնի էլի առավոտը փող կտաս, մի չգիտեմ, այսօր ես ինչ ես կանես, դե վեր կացեք կանգնեք, նորմալ աղոթք կարեք, աղաղակեք դեպի Տերը, և Տերը կլսի, և կպատասխանի, հալելույա։ Գիտես, Դավիթը մեծ տագնապի մեջ էր, և Դավիթը հարց տվեց, երբ որ հագավ քահանական զգեստը, Տեր, ինչ անեմ, հալացեմ, կհաղթեմ թե չէ։ Ինչ որ բանի, որ գնում ես, անպայման Տիրոջ հարցրա, Տեր, ես կհաղթեմ թե չեմ հաղթի, և Տերը քեզ կասի գնա, և Տեր ասես գնա, որովհետև դու հաղթելու ես։ Ամեն։ Գնա, որովհետև դու հաղթելու ես, հալացիր, որովհետև անպատճառ կհասնես և բոլորին կազատես։ Դավիթը հարցրեց, որովհետև նրա հույս Աստված է։ Քեզ այսօր Աստծուն հարցնել է պետք։ Երբ որ այս մեծ պատերազմն էլ անցավ, երբ որ հալածեց, գիտես, նրա թշնամին դարձավ, գիտեք ով։ Հարց տվեք ինձ ով։ Իհարկե Աբիսողոմ, նրա որդին։ Ինչպես կարող էր Դավիթի նման մարդու դեմ դուրս գալ, ով որդին, պատճառ կար, իհարկե կար։ Վիրավորանքը։ Գիտեք որն էր վիրավորանքը։ Որովհետև Ամնոնը եղբայրը նրա տիրացել էր իր քույր Թամարին։ Դա էր պատճառը, վիրավորված էր։ Տարիներ առաջ, գիտեք, Դավիթը լավ զինվոր էր, լավ հովիվ էր, լավ մարդ էր, բայց վատ հայր էր։ Երբ որ Ամնոնը սիրահարվել էր Աբիսողոմի քույր Թամարի վրա, հիվանդացել էր սիրուտ գերին եմ դառել, հիվանդ է, մեռնում է։ Ընկերն եկավ ասեց, այս ինչ ա եղել քեզ, սիրահարվել եմ, ուշքս գնում ա։ Այ մարդ սիրահարվել ես, մի մահանա բռնի քրոջդ բեր, մոտդ։ Դավիթին ասեց, կլինի, որ Թամարը իմ համար ուտելիք բերի։ Հա, բա ոչ չի լինի։ Մի հատ Դավիթ ջան կանգ առ, իմաստուն մարդ ես, թագավոր մարդ ես, քահանա մարդ ես։ Մի հատ հարց տուր, ինչի հենց Թամարը պիտի քեզ ուտելիք բերի, էլ մարդ չկա։ Այս ամբողջ թագավորական պալատի մեջ էլ մարդ չկա, որ հենց Թամարը պիտի քեզ հաց բերի։ Թամարը գնաց նույն հորից էին տարբեր մորերից, դրա համար ասում Աբիսողոմի քույր Թամարը և Ամնոնը Աբիսողոմի քրոջը ինչ արեց, տեսավ, մի անգամից դուռը փակեց, ասեց, ես քեզ պիտի տիրանամ։ Խնդրում եմ, մի արա այդ բանը, խնդրում էր Թամարը, բայց արեց։ Բայց գիտես ինչ ա գրված, երբ որ հետը քնեց, զզվեց, մի անգամից աչքից ընկավ։ Կարա այդպիսի բան լինի, կարա։ Կարա մարդուն թվա, որ ինքը սիրահարվել ա, մեռնում ա, վայ, մատիկներդ, թատիկներդ, աջիկներդ, պռոշիկներդ, վայ, գժվում եմ,
Վայ մեռնում եմ, ասում եմ, հենց քնա վաշկից է լավ։ Մի անգամից մի տրվեք ոչ մեկին։ Աղջիկներ, ի գիտություն ձեզ։ Ասես խնդրում եմ ինձ կնության առ։ Խնդրում եմ ինձ փչացածի տեղ մի սարքի ինձ տենց։ Իմ այդ ամուսնացի։ Չէ, այ մարդ գնա ավելի եմ զզվում։ Ինչքան հետևիցս ընկնում ես, ավելի եմ զզվում, հասկանում ես, զզվում եմ։ Դուրս արեց նրան։ Թամարն էլ քուրձ ու մոխիր հագավ, այդ սիրուն Թամար այդ, որ միշտ կուսության իր զգեստներ հագնում։ Քուրձ ու մոխիր հագավ եւ ասեց այսօրվանից ես անպատիվ եմ։ Ամնոնը ինձ այսպես արեց։ Եվ գիտես, Աբիսողոմը այս քենը պահեց։ Ես վրեժ կլուծեմ, ումից Դավիթից։ Իմ վրեժը Դավիթից լուծելու եմ։ Եվ գնաց, չգիտեմ, ինչ արեց, իր եղբորը սպանեց։ Ամնոնին սպանեց, տեսեք, մեկ ասում ենք, լիքը մեղքեր կարանք անենք անցնի, մեղքի վարձքը մահ է։ Դավիթի 3 որդիներն են մահանում։ 3 որդիները։ Մի տղան, երբ որ ծնվեց մահացավ, Ամնոնին սպանեց մյուս եղբայրը, եւ հիմա Աբիսողոմը սպանեց, աղբորը փախավ։ Եկան թագավորական պալատում բարեխոս եղան։ Տեր, մոռացելի Աբիսողոմի մեղքը։ Մոռացելի հետ բեր, դավաճանին, հետ բերել չի կարելի։ Ինձ հետ ես։ Եթե մարդը քեզ 1 անգամ դավաճանեց, 2 անգամ դավաճանեց, 3-րդ անգամ էլ է դավաճանելու։ Մարդը անդադար քեզ դավաճանելու է, մի հավատացեք այն մարդկանց, որոնք ձեզ 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ Աբիսողոմին Դավիթն ասեց, լավ, ներել եմ, հետ բերեմ։ Գիտեք ինչ արեց Աբիսողոմը։ Ավարտում եմ շուտով։ Գիտեք ինչ արեց այդ Աբիսողոմը, եկավ սկսեց ժողովրդի խելքը ուտել։ Եվ ասում եմ, եւ ժողովրդին իրանով էր անում, եւ նրանց սրտերը գերում էր։ Եվ թագավորական պալատում բունտ էր։ Կանգնում էր, ասում եմ, դռների մոտ եւ մարդկանց հոգիները որսում էր։ Թագավորությունը բաժանվեց թագավորության դեմ։ Մարդիկ դուրս եկան Դավիթի դեմ, այնպես որ Դավիթը փախավ իր երկրից, իր թագավորությունից, իր որդու երեսից։ Եվ որ պատերազմ եղավ, ասում էր իմ որդուն չսպանեք, լաց էր լինում։ Ամենքին, այդ զորքի հետևից գնացեք, բայց իմ Աբիսողոմ զավակին իմ համար պահեք, խնդրում եմ, հայր էր, սիրտը ցավում էր։ Եվ գիտեք ինչ եղավ, ուղղակի ամեն դավաճանությունը ավարտվում է, գիտեք ինչով, անեծքով։ Եվ գրված է, եւ ձին գնաց անցնում էր մի արահետով եւ պարանի պես կախաղանի նման, այդտեղ ինչ եղավ, փաթաթվեց վզին, ծառի ճյուղը եւ սկսեց խեղդվել։ Անիծված եղավ Աբիսողոմը, որտեղ բունտ էր արել։ Աստված ատում է բունտը։ Եթե դու ինձ հետ համաձայն չես, կամ որևէ եկեղեցու հետ համաձայն չես, երբեք բունտ մի արա։ Ամեն անգամ, երբ որ մարդը բունտ է անում, Աստված հիշում է այն բունտը, որ երկնքում 1 օր կատարվեց։ Որ 1-3 հրեշտակները երկնքից վայր ընկան։ Նա ամեն անգամ հիշում է։ Եվ այդ մարդիկ երբեք չեն կարողանում իրանց տեղը գտնել։ Ոչ մի տեղ։ Եթե իմ հետ համաձայն չես, ասա ես համաձայն չեմ, ես ուրիշ եկեղեցի եմ գտել, ուրիշ եկեղեցի եմ սիրում, ուրիշ հովիվի եմ ավանել, ես ուզում եմ գնալ, օրդի ինձ ես գնամ, ես կասեմ, օրդում եմ գնա, եւ թող հաջողվես, եթե քո տեղը այստեղ չէ, ուրիշ տեղ, եթե կհաջողվես, ավելի լավ, հաջողվի, բայց բունտ մի արա, բայց ժողովրդի սիրտը մի քեզանով արա, բայց մի արա բունտ, մարդկանց մի խաբեք, մարդկանց մի տարեք, դա լավ բան չէ։
Ինձ հետ ես։ Եվ երբ որ սպանեցին, որտեվ խեղդվում էր եւ զինվորներից մեկը սպանեց, եկան եւ Դավիթին բերեցին, այս լուրը լաց էր լինում։ Աբիսողոմ որդիս, բայց ուշ էր։ Այսօրվա ծառայությունը եւ դաստիարակչական է, եւ քաջալերող, եւ զորացնող, եւ բարձրացնող, եւ մի տեղ, որտեղ դու մտածելու անպայման տեղիք ունես։ Ինչու դավաճանին ներեցիր Դավիթ։ Միթե դու չգիտեիր, որ որդիդ ինչի է ընդունակ։ Միթե չգիտեիր, որ չներելը տանում է վրեժխնդրության։ Եթե ինչ-որ մեկին դեռևս չես ներել, ես խնդրում եմ ներեք, որովհետև չներելը առաջացնելու է վրեժ, իսկ վրեժի ծարավը մահ եւ հանցանք։ Այսօր Տերը եկել է, որ ես եւ դու դավանություններ անենք եւ ասենք, իմ հույսը Տերն է, ես հաղթելու եմ։ Եբրայեցիների 10:35-ում գրված է. Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Մեր վստահությունը վարձք ունի։ Ինչ որ մեկին ասա, Աստծո հանդեպ ունեցած իմ վստահությունը վարձք ունի։ Երեմիա 17:5-ում գրված է 5-7-ում, այսպես է ասում Տերը, անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է ապավինում եւ մարմինը իրեն բազուկ շինում եւ իր սրտովը խոտորվում Տերիցը եւ օրհնյալ է այն մարդը, որի հույսը Աստված է։ Օրհնյալ է այն մարդը, որի հույսը Աստված է։ Գիտես, երևի մեծացա տարիքով հոգեվոր եւ ֆիզիկապես հետո հասկացա, որ ոչ մի մարդու չարժե վստահել, որ ոչ մի մարդու վրա հույս դնել չի կարելի, որ մարդիկ բոլորը կարող են քեզ թողել, բոլորը կարող են դավաճանել, ուրանալ, չսիրել, քո միակ հույսը, միակ հենարանը, միակ Տերը եւ ապավենը Աստված է։ Կերքենք շուտով իմ ապավեն, հալելույա Տիրոջը, վստահիր Տիրոջը։ Թվոց 14-24-ում, երբ որ գնացին երկիրը լրտեսելու, բոլորը վախեցան այդ երկրում, մեծ հսկաներ կան, բայց Քաղեբի վրա Աստծո հոգին էր, բայց Քաղեբն ասեց, այդ երկրի հսկաները իմ կերակուրն են, ամեն։ Մարդիկ հավատում էին մանանային, բայց ոչ հավիտենությանը։ Մարդիկ ամեն օր հավատում են հանապազորյա հացին, չհասկանալով, որ մեր հանապազորյա հացը Աստված է, մեր մանանան Քրիստոսն է, ամեն։ Վստահիր Տիրոջը քո ներկան, վստահիր Տիրոջը քո այսօրը, քո ապագան, քո տունը, երեխաներին, ունեցվածքը, ստացվածքը վստահիր։ Վստահիր Տիրոջը, մի վախեցիր թշնամուց, մի վախեցիր քո մասին, ինչ որ ասել են, քո երեխայի մասին, ինչ որ բժիշկներն ասել են, գուցե հաստատել են, դա հերքիր եւ ասա, դևը ստախոս է։ Անկամ եթե կգան եւ ամբողջ գրքով, պեչատներով, չգիտեմ ինչով, կասեն, որ այսպիսի դիագնոզ կա, դու ասա, դա չկա, գոյություն չունի։ Եվ այսօրվանից ես ուզում եմ, որ դուք ասեք, շաքարախտի դևը պարտված է։ Ինֆակտի այդ հիվանդությունը պարտված է, սրտամկային բժշկություններ են այսօր լինում, ես խնդրում եմ, որ այսօր չկասկածես, այլ Տիրոջը հանձնես ամեն բան։ Քո եկեղեցու բոլոր անդամներին ես հանձնում Տիրոջ ձեռքերի մեջ, մեր ապագան, մեր տարեդարձի օրը, հզոր տարեդարձի լավ օր ենք ունենալու, ամեն։ Մենք շարունակում ենք մեր գործիքների, եկեղեցու գործիքների համար ներդրվելը, հալելույա, շարունակում ենք սա անել, մինչև տարեդարձ, ոչ թե տարեդարձի օրը բերենք ասենք, Անի ջան, Անի մոտ այս ֆինանսները ավակվում, Անի ջան, էսի տարեդարձի համար, մեր գործիքների համար, այս գործիքները, որ ձեզ են ծառայում, ձերն են, ձեր համար են ծառայում, մեր տուն չենք տանելու։ Մեր համար, չեմ ասում, իմ տան համար մի հատ, չգիտեմ ինչ ասեմ, կարնես, մի հատ կոֆեի ապարատ կարնես, կարեն առելա Տերը օրհնի իրան։ Ես ես կասեմ, այս տան համար առեք, այս տան համար գործիքներ են պետք,
Եվ ոչ թե դուք առեք, այլ դուք ֆինանսը տվեք, մենք գիտենք ինչ կառնենք։ Ինձ հետ ես։ Դու ֆինանսը տուր։ Ինձ ասում են, ես ես ինչը կանեմ, այ մար դու քո 10-րդ ծանարը, ես գիտեմ ինչ կանեմ։ Այդ անելու ձև ես լավ գիտեմ։ Դու կգնաս թանկը կանես, գուցե այն չի լինի, ինչ որ դու ես կարծում։ Վստահեք Տիրոջը, եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Տեր, Սունամացի կին ասես, դու ես տվել, դու էլ հարություն տուր։ Թող այսօր մեր հույս արտանա։ Ինչ որ մեկին ասա, թող այսօր հույս արտանա։ Թող մեռած բաները այսօր հարություն առնեն Հիսուսի անունով։ Թող այսօր մեր մեռած բջիջները կենթանանան եւ հարություն առնեն։ Ինչ որ մեկին հրյասա, իմ հույսը չպիտի մարի։ Ես ուզում ինձ հետ դավանություններ անես, Հայր։ Շնորհակալ եմ զավակներիդ համար։ Ինչ որ մեկը թող այս ցերեկասի ես բժշկված եմ, ես հավատում եմ։ Ինչ որ մեկը թող ասի ես հոգնած եմ եւ Տիրոջ մոտ եկա։ Եվ Տերը կասի ինձ մոտ եկեք։ Ամեն հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես պիտի հանգիստ տամ։ Այսօր գնա Տիրոջ մոտ, հոգնած ես Տիրոջ մոտ գնա, վիրավորված ես ների։ Ցավերի մեջ ես բժշկված եղել Հիսուսի անունով։ Ես աղոթում եմ այս եկեղեցու բոլոր այն մարդկանց համար, որոնք հիվանդ են, թող հիվանդները այսօր բժշկված լինեն։ Տեր դու ես ասել հիվանդների վրա ձեռքը դնեք, հիվանդները կբժշկվեն։ Ես բարձում եմ ձեռքը բոլոր հիվանդների համար, մեզ դիտողների համար, որ մեզ դիտող ամեն մեկը բժշկված լինի այսօր Տեր Հիսուսի զորավոր անունով։ Այստեղ եղած իմ քույր եղբայրները թող բժշկված են նրանց ֆինանսները, նրանց երեխաները, նրանց ներկան, նրանց ապական, նրանց հազար ազգը թող օրհնված լինի Հիսուսի անունով։ Ես հերքում եմ Տերի ամեն մի խոսքը, որ այսօր ասում է դու հիվանդ ես, քո երեխան հիվանդ է, դու չես հաջողվի, դու նեղություններով պիտի ապրես, ես ասում եմ դու պարտված ես կեղտոտ թշնամի, իմ ընտանիքի վրայից, իմ երեխաների կյանքից, եկեղեցու կյանքից, եկեղեցու ժողովրդի կյանքից Հիսուսի զորավոր անունով։ Ես այսօր դավանում եւ հռչակում եմ կյանք ավելիով կյանք, զորության հոգին, զգաստության հոգին, սերի հոգին, զգաստության եւ սերի հոգի Հիսուսի զորավոր անունով։ Թող այսօր տկարն ասի զորավոր եմ ես։ Թող աղքատն ասի հարուստ եմ ես։ Թող հիվանդն ասի ես բժշկված եմ։ Թող կույրն ասի տեսնում եմ ես, թող խուլն ասի լսում եմ ես, թող կաղերն ասեն քայլում ենք մենք։ 1000 հոգի աչիցդ կընկնի, 10,000 հոգի ձախիցդ, բայց քեզ ոչ մի վատ բան չի լինելու։ Տեր Հիսուս, քոնն է ապագան եւ հույսը։ Դու ես մեր բարի հովիվը, դու ես իմ վեմը, իմ ապավենը, իմ ամրոցը։ Հովանոց ասկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Եվ ես կասեմ Տիրոջը այս ցերեկ իմ ապավեն եւ իմ վեմ եւ իմ ամրոց։ Սիրելի Տեր, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ քեզ ունեմ։ Շնորհակալ եմ, որ մենք ունենք քեզ, որ մեր ժառանգությունն Աստված է։ Արտնացրու քո եկեղեցին, արտնացրու քո ժողովրդին։ Դու ես մեր բարի հովիվը, դու ես մեր Աստվածը։ Թող դևի բերան այսօր փակվի այս սառավոտ եւ թող այլևս չհաչա։ Մենք մեր եկեղեցու կողքը այսօր քո սուրբ արյունն ենք ցանկապատում։ Մեր ընտանիքների կողքը ցանկապատում ենք արյունդ Հիսուս, որ քո արյունով ցանկապատված լինենք, որ դևը եթե մեկ ճանապարհով ուզի գա, 7 ճանապարհով հեռանա քեզանից։
Շնորհակալ եմ սիրելի Հիսուս այսօրվա համար։ Շնորհակալ եմ ամեն բանի համար։ Ամեն բանի մեջ թող քո բարի սքանչելի կատարյալ կամքդ կատարվի եւ երևա սիրելի Հիսուս։ Շնորհակալ եմ։ Ամեն։ Իմ ապավեր։ Իմ ապավեր Թող Տեր այսօր հասնի քեզ օգնության։ Հիշիր մեզ։ Այսօր մեր Արփիկ քրոջ ծննդյան օրն է։ Այսօր այստեղ չէ, բայց մենք ուզում ենք մեր ձեռքերը պարզել, իր համար աղոթ կանել, Դավիթ ջան, արի այստեղ որ քեզ համար աղոթ կանենք։ Սիրելի Տեր, մենք աղոթում ենք Արփիկ քրոջ համար։ Օրհնում ենք իր տունը, իր ծառայությունը։ Օրհնում ենք իրան Աստվածս, որ այսօրվանից ավելի ու ավելի կանգնի քո համար։ Որ դառնա քո հզոր անոթը։ Ավետարանի ճանկույրը, որ վազի եւ ամենքին ասի Հիսուսին գտել եմ, որ իր բերանը բացի եւ ամենքին Քրիստոսի մասին պատմի։ Օրհնի նրա սերունդը, սերունդների սերունդը, հազար ազգորտված արա։ Մենք օրհնում ենք նրան Հիսուսի անունով, ամեն։ Եկեք Դավիթի համար աղոթենք։ Դավիթ ջան, քիչ առաջ ասեցի, որ սեղան տանել բերելը անպատվաբեր չէ։ Այլ մեծ պատիվ է ձեզ համար, որովհետև հին կտակարանում, երբ որ Աստծո տան մեջ կային գործիքներ կամ անոթներ, դրանք մինչև պաշտամունքը օծում էին յուղով։ Ամեն գործիքներն անգամ այստեղ օծված են, առանձնացված Աստծո համար, թե միկրոֆոնները, թե դահլիճում գտնված որևէ բան, նրանք օծված են եւ դուք ամենքը Դավ ջան արի։ Մեր փոքր աղբերը, որ շատ սիրում ենք, ուզում եմ սրտանց օրհնես եղբորդ։ Ինչքան լավ բառ կա ասա իր համար, ես խնդրում եմ։ Ամենքդ բարձր, Տիրոջ առաջ իրան օրհնեք, թող այդ բոլոր օրհնությունները գնա երկինք։ Ես ուզում բերաններ տեսնեմ օրհնող, ոչ թե մրմնջացող, այլ օրհնող, բարձրաձայնեք, ասեք ես օրհնում եմ, այս մարդուն օրհնում ենք Հիսուսի անունով, լավ խոսքեր ասեք, շռայլեք, Տիրոջ առաջ բարձրացրեք, որտեղ Աստված օրհնողներին օրհնելու է, անիծողներին անիծելու, օրհնեք, որ օրհնված լինեք։ Հայրս զավակին օրհնում եմ քո անունով, քո փառքիդ համար Հիսուս։ Սիրելի Հիսուս, թող քո հատուկ յուրահատուկ օգնությունն օրհնություն իջնի ինձ մեր վրա։ Ամեն կախարդությունը քանդված է Հիսուսի անունով։ Իմ եղբորս անձի մտքի եւ հոգու վրայից։ Պարտված ես Տեր, թող այս մարդու անձը, միտքը, հոգին չմոտենաս այլևս այս մարդուն։ Երբեք։ Տեր Աստված, ինձ տրված իշխանությամբ քո անունով ուսուցում եմ նրա գլուխը յուղով։ Թող այսօրվանից մեծ օրհնություններ բացվեն։ Նոր օրհնություններ, նոր օծություն։ Թշնամին պարտված է քո կյանքից։ Ես բարձրացնում եմ ձեռքերը քո։ Որտեղ որ իր ձեռքը կդնի այդտեղը թող օրհնված լինի։ Ես բարձրացնում եմ նրա ձեռքերը գլուխ օծելով յուղով։
Հպվի նրան Տեր, օծի նրա գլուխը, թող նրա ուսերի վրա լինի Աստծո զորությունը, Աստծո խաղաղություն, օրհնությունը, թող նրա ոտքերը որտեղ մտնեն այդտեղ լինի օրհնված, որտեղից դուրս գա այդտեղը թող մնա օրհնված Հիսուսի անունով, 1000-ը թող աջ կողքից գնա, 10,000-ը ձախ կողքից ընկնեն, բայց նրան ոչ մի չար բան չլինի, եթե թշնամին մեկ ճանապարհով է, թող 7 ճանապարհով փախչի Հիսուսի անունով, օրհնված լինես, ամեն։ Տերը օրհնի։ Սիրելիներ, չորեքշաբթի օրը կլինի հաշվետվական ծառայություն, ժամը 7-ին, ուրբաթ օրը ժամը 7-ին կլինի աղոթքի ծառայություն, Կիրակի օրը ժամը 11-ին։ Պատրաստվում ենք տարեդարձի, մյուս Կիրակին դեռևս հյուրեր չունենք, որտեղ տարեդարձը 3 շաբթի օրվանից մյուս 3 շաբթի օրից ամսի 25-ին մեր անուշքուրը կգա, մենք նրա հետ կլինենք, կունենանք 10 օր միասին հրաշալի օրեր։ Հիմա գնանք մեր աղոթատեղին, տեղափոխվենք մյուս դահլիճ, միասին կզրուցենք, կաղոթենք, կունենանք 1 ժամյա ծառայություն։ Մեր ծառայությունը ավարտված, օրհնված լինեք։